Անդրեանը խոսեց այն մասին, որ Սեդա Սաֆարյանը ասել էր նախկիններին վերադարձ չի լինելու։ Դուք որպես կողմ ծանոթ եք այդ հայտարարությանը, թե ոչ, եւ ինչպես եք ընկալում Սաֆարյանի այս հայտարարությունը։ Սաֆարյանը ունի ընդգծված անձնական բացասական վերաբերմունք, տվյալ դեպքում իմ կողմից ներկայացվող ՎՀԿ-ի առնվազն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ։ Ես նախկինում կամ այ որ ինքը փաստաբանական գործունեություն էր, փաստաբանական դիմացի կողմեր ենք նաև մարտի 1-ի գործով, բացի նրանից, որ ունենք հակադրվող կողմերի ներկայացություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա որոշակի անձնական վերաբերմունք նաև Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասով։ Ընդ որում դա ոչ միայն փաստաբանական գործունեության ծավալներից է բխում, դա բխում է նաև ոնց էր կոչվում փաստահավաք խմբի շրջանակներում իրականացված գործունեությունից, բայց ես մեր այսօրվա միջնորդությունը կրկնում եմ, դրան չէր վերաբերվում։ Մենք ամենամեծ խնդիրը ես այս process-ի մեջ տեսնում եմ ոչ թե անձանց հետ կապված, այլ եթե մենք տենց ամբողջական ենք նայում, այլ այն, որ ինքը եղել է պատգամավորի տեխնացու, մի քաղաքական ուժի, ով այսօր դիմումատու է։ Այսինքն դիմումատու է, դիմում է ներկայացրել քաղաքական ուժն, որում լավ է արել ներկայացրել է բացասական չեն վերաբերվում այդ հանգամանքին, եթե իրենք գտնում են, մենք էլ ենք գտնում, որ իրավ խախտվել է, հիմա տարբեր խախտումներ են տեսնում, անհրաժեշտություն կար համապատասխանաբար ներկայացնել։ Հիմա ինքը լինելով այդ քաղաքական ուժի ցուցակի համար երրորդը կամ այդ ուժի եւ Հանուն Հանրապետության կուսակցության մասին է խոսքը եւ Շիրինյան Բաբաջանյան դաշինքի երրորդ համարը 21 թվականի ընտրություններում իր եղբայրը 5-րդ համարն էր եւ ըստ էության իր վարկագիծը այս պահի դրությամբ ցույց է տալիս, որ նրա փորձ է արել ըստ էության ձեռ բերել ապացույցներ հիմնականում հենց այդ դիմումի շրջանակներում, ըստ էության քննարկենք հիմա նյութերը եւ ֆուտբոլը կտեսնենք, այդ դա առաջացնում է որոշակի կողմնակալության ընկալում։ Բայց ել եմ ասում, մենք բարձրաձայնելով, տեսնելով, գիտակցելով այդ խնդիրը, միևնույն ժամանակ մեր մասնագիտական մոտեցումն է, սա միայն այդպես ճաշակների հարց չի, էլի, դուր է գալիս, դուր չի գալիս, այսօր սենց է հարմար վաղանից, մենք գնահատել ենք, որ դատարանում անհնարինությունը առաջացնում է իր խնդիրները։ Չենք ունենում ամբողջ կազմով դատարան, կրկնում եմ, ամեն ինչով հանդերձ։ Պետք է ժողովուրդը տեսնի այն դատարանը, այն կազմը, որ որոշում է կայացնելու։ Եվ վերջի վերջո դատարանը կամ պետք է մերժի, կամ պետք է բավարարի։ Երկուսի համար էլ անհրաժեշտ է 5 ձայն։ Մենք եթե վերջում ավարտվեց, որ 4-3 հավուտ չենք կարողանում ավարտենք, մենք վերադառնալու ենք այս հարցին։ Ու ես ակնկալում եմ, որ լինելու է 7-0 կամ 6-1, բայց ամեն դեպքում դրան բավարարելու օգտին, հա, ամեն դեպքում ինչ որ։ Բայց կրկնում եմ, եթե հիմա այդպես դեմ մի հոգեր պետք է դեմ լինի, էլի բանը։ Այդ դիսերտացիայի պաշտպանության ժամանակ են որ վերջում մի հատ են սև գնդակա լինում, ասում են, ինչ ասում եմ, մի հոգեր դեմ պետք է լինի, հիմա էսա։ Ուրիշ հարցեր։ Այսինքն դուք պնդում եք, որ դե ինչ տարբերություն, եթե Սեդա Սաֆարյանն էլ է մասնակցում, թող Վլադիմիր Վարդանյանը, Վարդակ Զեյնալյանը մասնակցի։ Մա կարող ենք այսպես էլ ասել, լավ, մեր պնդումը դա չի, բայց կարող է այսպես էլ։ Վլադիմիր Վարդանյանին եւ Վարդակ Զեյնալյանին ճակերտավոր ասած փրկեցին, այս Բա չանեմ, չգնահատեմ, փրկեցին, անհնարինությունը ինչով էր պայմանավորված, գնահատական չտամ, սա ոնց որ մի քիչ հիմա ինչ դրդապատճառներով, ու պետք է ենթադրենք, որ սահմանադրական դատարանի դատավորները քննարկելուց առաջնորդվել են սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով, ձևակերպումը, որ ունի կողմնակալ վերաբերմունք կողմին մի քիչ սահմանափակում է, այսինքն ըստ էության իմ կարծիքով կրկնում եմ այդ ինստիտուտը կիրառման ենթակա չի սահմանադրական դատարանում, բայց ամեն դեպքում հիմա ունենք այն ինչ ունենք։ Մեր խնդիրն էր բարձրաձայնել, ընդ որում ինչպես տեսակ նախագահ զեկուցող դատավորը ներկայացրեց, որ շատ հետաքրքիր ուղղություն էր, այս բանի առումով չեմ ասում, ըստ էության հարցադրում էր, որը շատ հաճախ ոնց որ կիրառվել է եւ շատ հաճախ կարող է նաեւ քննարկման առարկա չի դառել, բայց երբ որ մենք դիտում ենք, մենք նստել քննարկել ենք, անհնարինության հարց բարձրացնենք։ Երբ որ հասկացել ենք, որ անհնարինության հարց բարձրացրեցինք, լավ, Սեդա Սաֆարյանն էլ հետո անհնարինություն եղավ, հետո անդամներից եւս 2-ին կամ 3-ին անհնարինության հարց եղավ, հետո ինչ պետք է անենք, ասենք դատարան չունենք, դա մենք Կամ ունենալու ենք, նորից մենք պետք է, եթե նույնիսկ իրավական տեսակետից ամենա ոչ անաչառ դատավորն էլ միշտ շանս ունի շատ չնչին կողմ քվեարկել քո ասածին, երբ որ ինքը մասնակցում է նիստին։ Եթե ինքը չի մասնակցում, այդ երաշխավորված կողմ չի քվեարկելու, ոնց որ չկա, ընդհանրապես չկա, հա, ասենք այդ տարբերակով նայենք։ Էլ եմ ասում, խնդիր տեսնում ենք
չեմ ուզում պատկերացում լինի, թե մենք ընդհանրապես խնդիր չենք տեսնում սահմանադրական դատարանի կազմի հետ։ Խնդիր տեսնում ենք, բայց դա ավելի գլոբալ խնդիր է եւ այդ խնդիրը ավելի մեծ հարց է, քան այսօրվա ընտրությունների, ասենք ասենք արդյունքների ամփոփման դատավարության ընթացքում առաջացած խնդիրները։